Բարի երեկո, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Մենք հավաքվել ենք ազնվորեն գնահատելու այն իրավիճակը, որում գտնվում է մեր երկիրը, եւ ներկայացնելու մեր առաջարկը հասարակությանը։ Մենք խոսելու ենք Հայաստանի ապագայի մասին։ Այսօր Հայաստանի անվտանգությունը չի սկսվում սահմաններից, այն սկսվում է արտաքին քաղաքականությունից։ Եթե արտաքին քաղաքականությունը թույլ է, ամբողջ երկիրն է դառնում թույլ։ 2020 թվականից հետո մենք հայտնվեցինք նոր իրականության մեջ։ Հին անվտանգության համակարգը քանդվել է։ Նոր ճարտարապետությունը մինչև օրս չի ձևավորվել։ Եվ այս փուլում մեր հիմնական խնդիրը պետք է լիներ կայունության եւ հավասարակշռության վերականգնումը։ Բայց գործող իշխանությունները ընտրեցին հարմարվելու ճանապարհը, ընդունելով վատտարացող միջավայրը եւ ենթարկվելով ճնշմանը։ Սա ռազմավարական մեծ եւ կոպտագույն սխալ էր։ Եվ այսօր դրա հետևանքները ակնհայտ են։ Պայմանավորվածությունները չեն չեզոքացրել սպառնալիքներն ու մարտահրավերները, լարվածությունը չի վերացել, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության։ Սա հենց սուբյեկտության կորուստ է։ Պետք է հստակ արձանագրենք։ Զիջումների քաղաքականությունը խաղաղություն չբերեց, այն պարզապես հետաձգեց ճգնաժամը։ Ցանկացած գնով լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այն դրանք դարձնում է անկառավարելի։ Պայմաններ ձևավորելու փոխարեն մենք հարմարվում ենք դրանց։ Հավասարակշռություն հաստատելու փոխարեն մենք միակողմանի զիջումների ենք գնում։ Շահերը պաշտպանելու փոխարեն մենք հույսով ենք ապրում։ Բայց հույսի վրա հիմնված քաղաքականությունը ամենևին ռազմավարություն չէ։ Շարունակ մեզ խոստանում են խաղաղություն, իսկ հիմա համառորեն եւ հուսահատորեն փորձում են համոզել, որ խաղաղություն է հաստատվել, առանց դրա համար պայմաններ ստեղծելու։ Մեզ ասում են, այդպես մենք խուսափում ենք պատերազմից։ Բայց եկեք հարցնենք, արդյոք ավելի անվտանգ է դարձել։ Ներկայիս իշխանությունները ասում են, սահմանին հիմա հանգիստ է, ոչ ոք չի զոհվում։ Բայց սահմանին հարաբերական լռությունը անվտանգության մակերեսային պատրանք է։ Դերը ցույց են տալիս, որ երկրի ռազմավարական խոցելիությունը ոչ միայն չի վերացել, այլ խորացել է։ Մեր անվտանգության վերաբերյալ որոշումները ավելի ու ավելի հաճախ են կայացվում Հայաստանից դուրս։ Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվել է, իսկ պաշտպանական նոր մեխանիզմներ չեն ստեղծվել։ Նման ճակերտավոր խաղաղությունը պարզապես դադար է հաջորդ սպառնալիքից առաջ։ Ըստ էության, արտաքին քաղաքականությունը, որը հարմարվում է ճնշմանը, այլ ոչ թե կառավարում այն, ստեղծում է անվտանգության պատրանք, բայց ոչ իրական պաշտպանություն։ Մասնակցել եմ բանակցություններին։ Ես գիտեմ խոսքերի արժեքը։ Եվ եթե խաղաղություն բառը չի ամրապնդվում ուժով, այն արժեք չունի։ Առանց հավասարակշռության զիջումները խաղաղություն չեն բերում։ Դրանք նոր պահանջներ են առաջացնում։ Որքան շատ զիջումներ, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Սա փակուղի է, եւ մենք պետք է դա կանխենք։ Պետությունը չպետք է սպասի իրադարձությունների ծավալմանը, այն պետք է ձևավորի դրանք։ Պետությունը չպետք է խնդրի, այն պետք է կանխատեսի։ Պետությունը չպետք է հույս ունենա, այն պետք է ապահովի։ Ուստի գլխավոր հարցը այսօր հետևյալն է. ոչ թե ինչպես խուսափել ճնշումից,
այլ ինչպես այն դարձնել անհնար։ Մենք ունենք պատասխանը, սա տեսություն չէ, սա անվտանգության գործնական բանաձևն է, հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ։ Հավասարակշռություն, որպեսզի մեր վրա չգործադրվի ճնշում, զսպում, որպեսզի որևէ մեկը չփորձի խախտել համաձայնությունները, երաշխիքներ, որպեսզի պայմանավորվածությունը դառնա պարտավորություն։ Միայն այսպես է հնարավոր ունենալ եւ անվտանգություն եւ կայուն խաղաղություն։ Արգելի գործընկերներ, նման քաղաքականությունը անհնար է առանց արտաքին հենարանների։ Սակայն գործընկերությունները կառուցվում են ոչ թե սպասումների եւ համակրանքների, այլ շահերի եւ հաշվարկների վրա։ Հայաստանը պետք է կառուցի հարաբերությունների համակարգ, հետապնդելով մասնավորապես հետևյալ նպատակները. Հայաստանի հետ պահպանելով մեր անդամակցությունը հայտնի կառույցներում, ձևավորել անվտանգության գործող, այլ ոչ թե հռչակագրային մեխանիզմներ։ Միացյալ Նահանգների հետ երկխոսության արդյունքում ստանալ իրական երաշխիքներ։ Եվրոպական միության հետ համագործակցության միջոցով ապահովել Հայաստանի ինստիտուցիոնալ եւ տնտեսական հզորացումը։ Տարածաշրջանում ձգտել հաստատել խիստ հավասարակշռություն, որտեղ ճնշումը դառնում է անիմաստ։ Արդյունքը մեկն է, սկզբունքը մեկն է, ոչ մի ուղղություն չպետք է դառնա խոցելիություն, եւ սա բոլորին հաճոյանալու քաղաքականություն չէ։ Այսպիսի քաղաքականության արդյունքում կստեղծվի իրավիճակ, որում մեջ չեն թելադրում եւ որում մենք ձեռք ենք բերում անհրաժեշտ ուժ մեր շահերը պաշտպանելու համար։ Տրամաբանության այս փոփոխությունը նշանակում է անցում ռեակտիվ արձագանքից դեպի իրադարձությունների նախաձեռնողական կառավարում։ Եվ այստեղ կարևոր է ընդգծել, մեր մոտեցումը չի նշանակում առճակատում։ Մեր մոդելը ուժեղ պետության հաշվարկված եւ ճիշտ կառուցված քաղաքականությունն է։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Շարունակել ներկայիս ուղին նշանակում է շարունակել թուլանալ։ Մենք դրա իրավունքը չունենք։ Հաճախ ասում են, փոփոխությունները վտանգավոր են եւ անխուսափելիորեն կբերեն աղետալի պատերազմ։ Վտանգավորը չփոխվելն է։ Վտանգավորը թուլանալն է։ Վտանգավորը սпасելն է գործելու փոխարեն։ Մեզ անհրաժեշտ է շրջադարձ դեպի քաղաքականություն, որի պայմաններում Հայաստանը չեն կարող անտեսել, Հայաստանին չեն կարող պարտադրել եւ Հայաստանը չեն կարող շրջանցել։ Սպասելու ժամանակը ավարտվել է։ Թուլության գինը արդեն վճարված է։ Նոր հնարավորություն կարող է այլևս չլինել։ Այժմ որոշումների ժամանակն է եւ մենք պատրաստ ենք այդ որոշումները կայացնել ամբողջ պատասխանատվությամբ։ Շնորհակալություն։